Պետք է կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականը պետք է ռադը քաշի ուղակի, կա չէ՞։ Ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Հա, այսինքն ջայլամի պես գլուխները կողում են ավազի մեջ, հետույքները տնկում են օդ, բան չի եղել։ Աշխարհ իրանց կանոնագիրքն է, դա մենք չենք գրել, աշխարհիկներս չենք գրել։ Դա Գրիգոր Լուսավորչից հետո դարեր շարունակ եկել է այդ կարգը։ Ժողով է եղել, վարչապետը 3 ազգային ժողովում դրա մասին խոսեց, այդ ժողովի ընթացքում ընդունվել է կանոնագիրք, այդ կանոնագիրքը դարեր շարունակ պահպանվել կամ չի պահպանվել, բայց մեզ համար սա անընդունելի է։ Գիտեք, մարդիկ, որ գնում են եկեղեցի եւ սկսում են մտածել եւ փնտրել, իրականում խոշորացույցով փնտրել մի բարեվարկության կանոնները պահած մի իրական հոգևորականի, ով իր երեխային կմկրտի, սա խնդիր է։ Հետո էլ կանգնում բողոքում են, ասում են, բանա, այդ հոգևորությամբ զբաղվող տարբեր տեսակի կրոնական կազմակերպությունները ներթափանցել են հասարակության մեջ։ Բայց ինչի են ներթափանցել։ Որովհետև հոգևորականը հոգևոր ծառայության մեջ իմպոտենտ է գտնվել։ Ի տարբերություն նրա ֆիզիկական կյանքի եւ ֆիզիկական իմպոտենտության։ Այնտեղ իմպոտենտություն չկա, այն Աճապահյանն էլ ասում է մի շաբաթում մի ամիս չենք դիմանում։